Ոչ Ռոբերտ Քոչարյանին, ոչ Սերսարսյանին, ոչ նրանց հետ փոխկապակցված որևէ մեկին։ Այս 7 տարիներին Տեսեք, ես մի սարսափելի բան եմ նկատում, էլի։ Հիմա ով է այսօր խոսում ժողովրդի անունից, եւ միշտ է խոսել ժողովրդի անունից։ Նիկոլ Փաշինյանը, այսօր ժողովրդի անունից խոսում են Էդգարն ու Նարեկ Մալյանը, հիմա էլ դուք եք խոսում ժողովրդի անունից։ Ես ուղղակի տանել չեմ կարողանում այն մարդկանց, ովքեր խոսում են ամբողջ ժողովրդի անունից։ Դա իլյուզիա է, ֆիկցիա է, ձեր փոքր որ կիսադարակ հրապարակները ոչ ընդդիմության հրավիրած հավաքներին եղել է ավելի շատ մարդ, քան Նիկոլ Փաշինյանի հանրահավաքներին։ Այո, փոխվեց այն, որ Սրբազանը իրավական խոչընդոտներ ուներ։ Չէ, դա շատ վաղուց էր։ Այսինքն, երբ որ Հարությունյանը ասում էր, որ Բաղդատ Սրբազանն է վարչապետի թեկնածու, ըստ էության գիտենալով, որ կա իրավական խնդիր, միևնույն է Հարությունյանը դա էր մատուցում։ Գիտեք, ի վերջո հանրության մեծամասնությունն է որոշում։ Ես շատ վստահ չեմ, որ 2018 թվականին, եթե հանրությունը այդքան համախմբված կամ խաբված չլիներ, Նիկոլ Փաշինյանը կարող էր դառնալ վարչապետ։ Այդ մասին չխոսենք հազար ուրիշ։